Ֆիլմն սկսվում է 1950 թվականից։ Տեսնում ենք նորածին լակոտների, լսվում է նրանցից մեկի ձայնը, ով ասում է, որ դեռ ոչինչ չի զգում, քանի որ աչքերը դեռ չեն բացվել, եւ չգիտի, ինչ է կյանքն ու որն է դրա կարևորությունը։ Նա գերմանական հովվաշան ձագ է, ով մեծանալուց հետո եղբայրների հետ ուրախ ժամանակ է անցկացնում։ Բոլորն էլ թափառող են, մի օր գալիս են կենդանիների վերահսկողության աշխատակիցները, տանում են բոլոր լակոտներին եւ մի քանի օր անց սպանում նրանց, նորից լսվում է այդ լակոտի ձայնը։ Նա ասում է, որ չգիտի, թե ինչ մեղք էր գործել, որ իրեն սպանեցին, բայց այս կյանքում իր ապրածը շատ կարճ տևեց։ Դրանից հետո լակոտը ծնվում է մի ֆերմայում, որտեղ մարդիկ գալիս են շնիկներ որդեգրելու, նրան տեսնելուց հետո մարդիկ պատահաբար բաց են թողնում բանդակի դուռը, եւ լակոտը փախչում է։ Նա հայտնվում է աղբով լի մի վայրում, որտեղ շատ էր սիրում խաղալ, բայց հանկարծ պատահաբար փակվում է արքվի մեջ, ամեն կերպ փորձում է դուրս գալ, բայց չի ստացվում։ Այդ պահին գալիս են երկու աղբահավաքներ, հանում են լակոտին ու դնում մեքենան, քանի որ ուզում էին վաճառել եւ փող աշխատել։ Նրանք մեքենան կանգնեցնում են մի վայրում ու մտնում խանութ, լակոտը փակված է մեքենայի մեջ։ Նա ասում է, որ սաստիկ ծարավ է, ինչի պատճառով վիճակը գնալով վատանում է։ Այնուհետև տեսնում ենք Իթան անունով մի տղայի, ով նոր հետ տուն էր գնում, նայելով մեքենայի ներսը, Իթանը նկատում է սաստիկ ծարավ լակոտին, նա խնդրում է մորը դուրս հանել շնիկին, մայրը կոտրում է մեքենայի ապակին, հանում է լակոտին ու տանում իրենց տուն։ Տանը, երբ լակոտի աչքերը բացվում են, իր առջև տեսնում է մի երեխայի, ով խաղում էր իր հետ։ Լակոտն ասում է. «Ես որոշեցի, որ այսուհետ միայն այս մարդկանց հետ կլինեմ»։ Իթանը նույնպես ուզում էր պահել նրան եւ թույլտվություն է խնդրում հորից։ Հայրը չի մերժում որդուն եւ թույլ է տալիս, որ լակոտը մնա տանը։ Իթանը նրան անվանում է Բեյլի, շատ շուտով լակոտը հասկանում է, որ իր անունը Բեյլի է, իսկ իրեն մեծացնողին է Իթան, նրանք շատ երջանիկ են միասին, բայց Բեյլին դեռ չգիտի իր կյանքի նպատակն ու թե ինչու է եկել այս աշխարհ։ Մի օր Իթանը Բեյլին տանում է պապիկի ֆերմա, որտեղ Բեյլին մի գնդակ է գտնում, ու երկուսով երկար խաղում են։ Իթանը գնդակը նետելուց հետո կրանում է, իսկ Բեյլին թռչում է նրա վրայով, գնդակը բռնելու համար։ Սա նրանց ամենասիրելի խաղն էր, որը խաղում էին ամեն անգամ։ Իթանը Բեյլին անվանում է նաև իր «Բոս շուն»։ Ժամանակն անցնում է, Իթանը մեծանում է։ Հիմա նա դպրոցի ֆուտբոլային թիմում է եւ շատ լավ խաղացող է։ Երբ Իթանը դպրոցից տուն է գալիս, տեսնում ենք նրա հորը, ով աշխատանքում անընդհատ ձախողվելու պատճառով սկսել էր նաև խմել։ Մի օր Իթանը Բեյլիի հետ գնում է տոնավաճառ, որտեղ հանդիպում են Հաննա անունով մի աղջկա։ Կարճ զրույցից հետո Հաննան ու Իթանը դառնում են մտերիմ ընկերներ, իսկ աստիճանաբար նրանց ընկերությունը վերածվում է սիրո։ Իթանը, Հաննան եւ Բեյլին իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են միասին եւ շատ են զվարճանում։ Գիշերը, երբ Իթանը տուն է վերադառնում, տեսնում է, որ հայրը կռվում է մոր հետ։ Սա տեսնելով Իթանը սաստիկ բարկանում է, քանի որ հայրը հարբած ժամանակ դա անում էր ամեն օր։ Իթանը հորն ասում է, որ հեռանա եւ նշում, որ իրենք արդեն կարող են հոգ տանել իրենց մասին։ Հայրը ընդմիշտ հեռանում է տնից եւ այժմ տան գլխավորը Իթանն է։ Իթանը շատ լավ է հանդես գալիս դպրոցական ֆուտբոլային մրցումներում, ինչի շնորհիվ դպրոցից ստանում է 4 տարվա լրիվ կրթաթոշակ, սակայն դրա պատճառով Իթանի համադասարանցի Թոդը սաստիկ նախանձում է նրան։ Նա սկսում է վատ խոսել Իթանի հոր եւ ընկերուհու մասին։ Լսելով այդ ամենը, Իթանը կատաղում է եւ հարվածում նրան։ Գիշերը, երբ Իթանը քնած էր, Թոդը գալիս է եւ վրեժ լուծելու համար հրթեհում նրանց տունը։ Տեսնելով հրթեհը, բոլորը խուճապի են մատնվում։ Իթանը մոր եւ Բեյլիի հետ չի կարողանում դուրս գալ դռնով, ուստի նախ կոտրում է պատուհանի ապակին, ապա պարանի օգնությամբ ցած է իջեցնում մորը։ Բեյլին իջեցնելիս պարանը ձեռքից թռչում է, եւ ինքն իրեն փրկելու համար Իթանը ստիպված է լինում բերևից ներքև թռչել, ինչի հետևանքով կոտրվում է նրա ոտքի ոսկորը։ Իթանի շտապ տեղափոխում են հիվանդանոց, տեսնում ենք Թոդին, ով թաքուն հետևում էր այդ ամենին։ Այդ պահին գալիս է Բեյլին ու սկսում հաչել նրա վրա, քանի որ գիտեր, որ հենց Թոդն է հրթեհել տունը։ Ոստիկանները գալիս են եւ ձերբակալում Թոդին։ Մի քանի օր անց Իթանը հիվանդանոցից վերադառնում է տատիկի ու պապիկի տուն։ Նրա ոտքը կոտրված էր, ինչի պատճառով նա այլևս երբեք չի կարողանա ֆուտբոլ խաղալ։ Չեղարկվում է նաև կրթաթոշակը, որը նա ստանալու էր դպրոցից։ Հաննան գալիս է Իթանին տեսակցության, ինչից հետո Իթանը բաժանվում է նրանից։ Նա ասում է, որ հավանաբար իրենց ուղին ավարտվեց այստեղ։ Իրականում Իթանը չէր ուզում բեռ դառնալ որևէ մեկի կյանքում։ Այսպիսով, Իթանի եւ Հաննայի ճանապարհները բաժանվում են ընդմիշտ։ Դրանից հետո Իթանը գնում է գյուղատնտեսական դպրոց, որպեսզի կարողանա հոգ տանել պապիկի ֆերմայի մասին։ Բեյլին այժմ ապրում է Իթանի պապիկի հետ։ Նա արդեն լիովին մեծացել է եւ այլևս չի կարողանում վազել ու թռչկոտել նախկինի պես։ Նա ծանր հիվանդ է եւ նրա աչքերը հիմա փնտրում են միայն Իթանին։ Իթանը գալիս է Բեյլիին վերջին անգամ հրաժեշտ տալու, ինչից հետո Բեյլիի կյանքն ավարտվում է։ 1980-ականների սկզբին Բեյլին նորից ծնվում է որպես շուն, այս անգամ էգ գերմանական հովվաշուն։ Նա հիշում է իր անցյալ կյանքը եւ այս անգամ էլ ամենուր փնտրում է իր ընկեր Իթանին, բայց Իթան ոչ մի տեղ չկա։ Նա զինվորական շուն է, ում գործը ռումբեր գտնելն ու մարդկանց կյանքեր փրկելն է։
Նրա վարժեցնողը շատ լուրջ մարդ է, բայց ժամանակի ընթացքում նրանց միջև շատ լավ կապ է ստեղծվում։ Այս կյանքում Բեյլիի անունը Էլլի է։ Մի օր մի առևանգող աղջկա է պատանդ վերցնում եւ տանում։ Էլլին տիրոջ հետ հետևում է նրանց, աղջկան փրկելու համար։ Առևանգողը աղջկան նետում է ջուրն ու փախչում, ինչից հետո Էլլին թռչում է ջուրը եւ փրկում աղջկա կյանքը։ Մյուս կողմից Սպան փնտրում է առևանգողին։ Տեսնում ենք, որ հանցագործը պատրաստվում է կրակել Սպայի վրա, բայց այդ պահին հասնում է Էլլին եւ տիրոջ կյանքը փրկելու համար հարձակվում է առևանգողի վրա։ Նա սկսում է կծել հանցագործի ձեռքը, ինչի պատճառով վերջինս կրակում է շան վրա։ Առևանգողին ձերբակալում են, Էլլին վիրավոր էր եւ իր վերջին շունչն է փչում տիրոջ գրկում։ Մեռնելուց առաջ Էլլին մտածում է, որ թեև այս կյանքում շատ չզվարճացավ, բայց բարի գործեր արեց եւ փրկեց իր տիրոջ կյանքը։ Այսպիսով, Էլլիի կյանքը նորից ավարտվում է։ Սակայն 1985 թվականին Էլլին նորից ծնվում է որպես շուն, ում որդեգրում է քոլեջի ուսանողուհի Մայան եւ անվանում Տինո։ Մայայի կյանքում շատ միայնություն կար եւ Տինոն ուզում էր երջանկություն բերել նրա կյանք։ Նրանք շատ էին սիրում միմյանց։ Մայան միշտ հասկանում էր Տինոյի միտքը, բայց սիրելի ուտելիքը շատ ուտելու պատճառով Տինոյի քաշը չափազանց ավելանում է եւ նրան տանում են բժշկի։ Բժիշկն ասում է, որ պետք է ստիպել շանը վազել։ Մայան ամեն առավոտ նրան տանում է այգի վազելու։ Նա նետում է գնդակը եւ խնդրում Տինոյին բերել այն, բայց Տինոն ոչ թե վազել, այլ նույնիսկ քայլել չի ուզում։ Սակայն հաջորդ պահին ամեն ինչ փոխվում է։ Տինոն տեսնում է Ռոքսի անունով մի էկշան, Ռոքսին բոլորովին այլ կերպ էր բռնում գնդակը։ Տինոն նույնպես վերցնում է գնդակը, գնում Ռոքսիի տիրոջ մոտ ու դնում նրա առջև։ Ռոքսիի տիրոջ անունը Ալ է, ով Մայայի համադասարանցին էր։ Տինոյի եւ Ռոքսիի շնորհիվ նրանք սկսում են հանդիպել, եւ մի քանի օր անց Մայան ու Ալը ամուսնանում են։ Նրանք 3 երեխա են ունենում։ Տինոն ու Ռոքսին նույնպես ապրում են նրանց տանը։ Մի օր Ռոքսին մեքենայով ինչ-որ տեղ են տանում, ինչից հետո նա այլևս չի վերադառնում, ինչը նշանակում է, որ նա մեռել էր։ Տինոն շատ տխուր է Ռոքսիի մահվան պատճառով։ Ժամանակն անցնում է, եւ Տինոն նույնպես շատ է ծերանում։ Մեռնելուց առաջ Տինոն ասում է, որ իր մինչ օրս ունեցած բոլոր կյանքերից այս մեկը շատ լավն էր, քանի որ այս կյանքում նա ունեցավ ամեն տեսակի երջանկություն։ Դրանից հետո Բեյլիի, այսինքն Տինոյի աչքերը փակվում են ընդմիշտ։ Բայց նրա կյանքի ճանապարհորդությունն այսքանով չի ավարտվում։ 2014 թվականին Բեյլին նորից ծնվում է որպես շուն, եւ այս անգամ նրա ցեղատեսակը ավստրալիական հովվաշուն է։ Նրան որդեգրում է Վենդի անունով մի աղջիկ եւ անվանում Ուաֆլ։ Բայց Վենդի ամուսնուն բնավ դուր չի գալիս Ուաֆլը, եւ նա ասում է, որ այդ շանը տուն բերելու կարիք չկա։ Դա նշանակում էր, որ Ուաֆլը պետք է մնա դրսում։ Անցնում են տարիներ, եւ Ուաֆլը ստիպված ապրում է տնից դուրս։ Մի օր Վենդի ամուսինը Ուաֆլին նստեցնում է մեքենան ու թողնում հեռավոր մի անտառում։ Ուաֆլը նույնպես ձանձրացել էր իր կյանքից, ուստի հետ չի վերադառնում։ Նա առաջ է շարժվում։ Մի օր նա հասնում է մի ֆերմայի մոտ, այնտեղ հասնելով նա հասկանում է, որ նախկինում եղել է այս վայրում։ Ուաֆլը հիշում է, որ իր անցյալ կյանքում Իթանի հետ ապրել է այս ֆերմայում։ Նա սկսում է փնտրել Իթանին եւ իր առջև տեսնում է նրան, ով արդեն ծերացել էր։ Նա վազում է նրա մոտ, սկսում լիզել ու սեր արտահայտել։ Նա մտածում է, վերջապես ես գտա քեզ։ Թեև Իթանը չի ճանաչում նրան, բայց Բեյլին, ում անունն այս կյանքում Ուաֆլ է, ճանաչում է իր ընկեր Իթանին։ Իթանը նրան ուտելիք է տալիս եւ ասում. Դու պետք է վերադառնաս քո տուն, բայց Բեյլին, ում անունը Ուաֆլ է, մտածում է, որ սա հենց իր տունն է։ Իթանը նրան թողնում է դրսում ու փակում դուռը, բայց Բեյլին տեղից չի շարժվում, ուստի հաջորդ առավոտյան Իթանը նրան տանում է շների ֆերմա, որպեսզի որևէ մեկը որդեգրի նրան։ Սակայն Իթանը չի կարողանում հանգիստ մնալ։ Հաջորդ օրը նա ինքն է վերադառնում շների ֆերմա եւ Բեյլին հետ բերում իր տուն, ինչը նշանակում է, որ նա ինքն է որդեգրում Բեյլին։ Բեյլին տեսնում է, որ Իթանը լիովին մենակ է իր կյանքում, ուստի ուզում էր ամեն գնով հեռացնել միայնությունը Իթանի կյանքից։ Իրականում Հանայից բաժանվելուց հետո Իթանը այդպես էլ չէր ամուսնացել։ Մի օր Բեյլին դուրս է գալիս տնից ու գնում մի տան մոտ։ Այդ տունը պատկանում էր Հաննային։ Նա տեսնում է Հաննային ու գնում նրա մոտ։ Հաննան նկատում է շան վզնոցը, որի վրա գրված էր նրա անունը Բադդի, իրականում Իթանը նրան Բադդի էր անվանել։ Վզնոցի մյուս կողմում գրված էր Իթանի անունը, ինչը տեսնելով Հաննան բավականին զարմանում է։ Հաննան Բադդիի հետ գալիս է Իթանի ֆերմա։ Իթանն ու Հաննան շատ են ուրախանում, տեսնելով միմյանց։ Հաննան պատմում է, որ իր ամուսինը մահացել է։ Իթանը նույնպես ներողություն է խնդրում նրանից։ Նա ասում է. Ես քեզ հեռացրի իմ կյանքից, խնդրում եմ ներիր ինձ։ Հաննան ասում է, որ այդ ամենը արդեն անցյալում է։ Իթանը նրան ժամադրության է հրավիրում, եւ երկուսը նորից միավորվում են։ Մի քանի օր անց նրանք ամուսնանում են։ Թեև Բեյլին ճանաչում է Իթանին, բայց Իթանը չգիտի եւ չի էլ կասկածում, որ նա իր հին շունն է, Բեյլին։ Բեյլին ուզում էր, որ Իթանը նույնպես ճանաչի իրեն, ուստի մի օր Իթանի մոտ է բերում այն նույն գնդակը, որով խաղում էր նրա հետ մանկության տարիներին։ Իթանը նետում է գնդակը իր առջև, բայց շունը չի վերցնում այն, քանի որ Բեյլին ուզում էր, որ Իթանը խաղա իր հետ այնպես, ինչպես խաղում էր իր առաջին կյանքում։
Դրանից հետո Իթանը նետում է գնդակը վերև հարվածելով ու կռանում է, ինչից հետո Բեյլին թռչում է նրա վրայով ու բռնում գնդակը։ Սա տեսնելով Իթանը լիովին ապշում է, քանի որ միայն ինքն ու իր շուն Բեյլին գիտեին այս խաղի մասին։ Իթանը նրան անվանում է Բոս շուն, ինչպես անվանում էր իր շուն Բեյլիին։ Հենց լսում է Բոս շուն բառերը, Բեյլին սկսում է հաչել։ Երբ նա ասում է Բոս շուն, նա հաչում է։ Իթանը հասկանում է, որ այս շունը ուրիշ ոչ ոք է, քան իր շուն Բեյլին, ով նորից է ծնվել։ Ֆիլմի վերջում Բեյլին ասում է, որ հիմա արդեն հասկացել է իր կյանքի նպատակը։ Մենք միշտ պետք է երջանիկ լինենք, եւ երբ հնարավորություն ունենք, պետք է օգնենք ուրիշներին, ինչ էլ որ եղել է անցյալում, չպետք է փոշմանենք կամ անհանգստանանք ապագայի համար, պետք է մտածենք ինչպես մեր, այնպես էլ ուրիշների մասին, եւ ամենակարևորը, պետք է սիրենք մարդկանց, պետք է ապրենք այն պահով, որում գտնվում ենք, այսինքն ներկա ժամանակով, սա է իմ եւ յուրաքանչյուր շան կյանքի նպատակը։ Իսկ հիմա հարց. Եթե ձեզ տրվեր հնարավորություն ձեր սիրելի կենդանուն մեկ անգամ էլ վերադարձնելու կյանք, կընտրեիք, որ նա նորից ծնվի ու անցնի այսքան փորձությունների միջով, թե թույլ կտայիք, որ նա հանգիստ հեռանա։ Գրեք ձեր տեսակետը մեկնաբանություններում։ Հավանեք տեսանյութը, բաժանորդագրվեք ալիքին, նոր ֆիլմերի ամփոփումներ բաց չթողնելու համար։